Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը մեկնաբանելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցված աղմկահարույց քրեական գործը, ընդգծեց, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ պաշտոնյայի կամ մեկ քրեական գործի շրջանակով, այն կրում է համակարգային բնույթ։ 23 թվականին 845,000 ընտրողից 70,000 ձայն ստացած քաղաքացիական պայմանագիր է։ Ինչ կերպ է կառավարում Երևան քաղաքում, ինչ մարդիկ է նշանակում պաշտոնների, որ 23 թվականից մենք ամեն շաբաթ լսում ենք, որ Երևանի քաղաքապետարանում եւ տարբեր վարչական շրջանում ձերբակալություններ են։ Սա ինչ է։ Սա համատարած կոռուպցիոն սխեմա է։ Հենց Վազգեն Հարությունյանի հետ կապված գործի վերաբերյալ ես չեմ կարող ասել ինչն է խնդիրը, բայց մինչ Վազգենի բոլոր վարչական շրջաններում կա մի վարչական շրջան, որ ամեն ամիս ձերբակալություններ չլինի, քաղաքապետարանի առաջին մասնաշենք, երկրորդ մասնաշենք, տարբեր տեղեր, սա համակարգված մի կոռուպցիոն սխեմա է, իսկ կոռուպցիոն սխեմայի, կոռուպցիոն աղլան-թալանի այդ կենթանին արգիշտի մեկ հասցեում է։ Ստեփանյանը նշում է, որ եթե այսօր ձերբակալվում են ստորին օղակներում գտնվող պաշտոնյաները կամ նրանց նկատմամբ հարուցվում են քրեական գործեր, դա չի լուծում խնդիրը, քանի որ նրա խոսքով ձուկը գլխից է հոտում։ Հարցին միթե Երևանի քաղաքապետը տեղյակ չէ ինչ է կատարվում իր համակարգում, ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամը պատասխանեց. Եթե փոքրամասնության քաղաքապետը տեղյակ է, ուրեմն այդ համակարգված կոռուպցիայի հետ ինքն էլ փայ ունի։ Եթե տեղյակ չի այս կոռուպցիոն սխեմաներից, որը ամեն ամիս լինում է, ուրեմն ինքը տեղում չի։ Էնպես որ երկու տարբերակում էլ Տիգրան Ավինյանը որպես Երևանի քաղաքապետ տապալված քաղաքապետ է։ Հիշեցնենք, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որը վերաբերում է դեռևս 2023 թվականին Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված Impex ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով, այսինքն օրենքի ուղիղ պահանջով։ Հավելենք նաև, որ Վազգեն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։